Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլորիդ, այսօր մենք ներկայացնելու ենք միասնության թևեր քաղաքական նախաձեռնության նոր տնտեսական մոդելը, որը հիմնված է 7 առանցքային ուղղությունների վրա։ Մենք այսօր ոչ միայն խոսելու ենք զուտ պարզապես տնտեսության քաղաքականության մասին, այլ առհասարակ խոսելու ենք մեր տնտեսական ապագայի մասին։ Մենք պետք է այսօր իրար հետ պայմանավորվենք եւ հստակ արձանագրենք, որ տասնամյակներ շարունակ մեր կողմից կառուցված եւ գործող տնտեսական մոդելը արդյունավետ չի եղել։ Եվ մենք գիտենք, թե այդպիսի մոդել ինչպես պետք է կառուցենք։ Եվ այդ մոդելի մասին այսօր մենք պետք է խոսենք։ Առաջին ուղղությունը, հենասյունը, առաջին ուղղությունը դա ընդհանրապես մենք պետք է ոչ թե սկզբից խոսենք թվերից, այլ պետք է խոսենք ընդհանրապես որտեղ ենք մենք։ Նախ մեր տեղը եւ դիրքը ընդհանուր թե աշխարհում, թե համաշխարհային տնտեսության մեջ։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, թե լինելով փոքր երկիր, լինելով փոքր ռեսուրսներ ունեցող Հայաստան, ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում եւ ինչպես կարող ենք ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանելի տնտեսություն։ Մենք ասում ենք, որ ընդհանրապես Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական եւ արդյունաբերական հանգույց։ Սա գրեթե բանաձև է, պոստուլատ է, որին որ մենք պետք է հետևենք։ Ինչպես մենք դրա ռազմավարությունները ունենք եւ ընդհանուր ուղենիշները այսօր պետք է քննարկենք։ Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան։ Ինքը պետք է գիտակցի եւ գտնի այն ապրանքների եւ ծառայությունների բարձր տեխնոլոգիական, արժեքահեն, գիտելիքահեն, այն արտադրանքը, թողարկումը, որը ծառայությունների եւ ապրանքների համախումբն է, պետք է գտնի իր նիշան ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն թե ծառայություններ, թե ապրանքներ։ Սա է մեր մոդելի հիմքում դրված փոքր երկրի հայեցակարգի հիման վրա գրած մեր գիտակցությունը, որն է մեր տեղը համաշխարհային տնտեսության մեջ։ Սա ամենակարևորն է։ Հետևաբար մեր հաղթող մոդելի բանաձևը հետևյալն է. նիշա, արագություն, տեխնոլոգիա, ինստիտուտներ։ Եթե ամփոփենք, ապա Հայաստանը փոքր է չափերով, բայց մեծ է տնտեսական դերակատարմամբ։ Սա առաջին առանցքային ուղղության բանաձևն է, որ մենք իրար հետ դուրս ենք բերում։ Երկրորդ առանցքային ուղղությունը։ Լավ, մենք իրար հետ հասկացանք, թե որն է Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ եւ փոքր երկրի հայեցակարգի հիման վրա հասկացանք, թե ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Հիմա հարցի պատասխանը մենք պարզ կերպով ասում ենք. աճը, տնտեսական աճը, տնտեսության զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ եւ ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Մենք մի շատ կարևոր բան պետք է իրար հետ հասկանանք։ Առևտուրը, որը նաեւ այս վերջի հունվար-դեկտեմբեր տնտեսական ցուցանիշները, եթե դուք նայում եք ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված, չէ, վերջերս հրապարակվել են, մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ 9.1%, բայց դրա շարժիչ ուժերը առևտուրն ու շինարարությունն են։ Ինչ է առևտուրը։ Առևտուրը արժեք չստեղծող տնտեսության ճյուղ է, ժողովուրդ։ Ինչ է դա նշանակում, դա մի կողմից արտադրողից դեպի վերջնական սպառող ապրանքների տեղափոխումն է։ Հիմա եթե մենք պատկերացնենք, թե մեր ամբողջ առևտուրը ինչպիսի ապրանքներ է տեղափոխում դեպի մեր սպառողներին, մենք պետք է հասկանանք, որ մենք ըստ էության ներմուծող երկիր ենք, մենք արտադրող երկիր չենք։ Եվ ներմուծված ապրանքները մեր առևտրի ոլորտի միջոցով տեղափոխում ենք վերջնական սպառում, ըստ էության վերջնական սպառողը ֆինանսավորում է այլ երկրների տնտեսությունը, հնան։ Հետևաբար մենք ասում ենք, որ մենք պետք է սպառման մոդելից անցում կատարենք դեպի արտադրություն եւ արտահանելի ոլորտ։ Բնականաբար, եթե դու չունես արտադրողականություն, չունես արդյունաբերություն,
չունես պոտենցիալ եւ աշխարհին չես առաջարկում քո արտադրանքը, թողարկում ասելով հասկանանք, արտադրանք ասելով հասկանանք գիտելիքային եւ բարձր տեխնոլոգիական ապրանք եւ ծառայություն։ Եթե դու չես առաջարկում, դու սպառում ես, դու դառնում ես ամբողջ աշխարհում մի երկրորդական դերակատարում ունեցող մի տարածք։ Նույնիսկ դու քո ինքնիշխանությունը նաեւ տնտեսական առումով ըստ էության կորցնում ես։ Հետևաբար մենք գնում ենք արդյունաբերական երկիր կառուցելու ճանապարհով։ Եվ մեր արդյունաբերականացման կամ հիմքում դրված է արդյունաբերական գոտիների, կլաստերների կառուցելու գաղափարախոսությունը։ Բայց արդյունաբերական գոտի կառուցելուց առաջ մենք պետք է հասկանանք, չէ՞ որ մենք Հայաստանը պետք է աշխարհից կտրված չպատկերացնենք։ Լոգիստիկ հանգույցները, լոգիստիկ ենթակառուցվածքները, արդյոք մենք ունենք այդպիսի հասանելիություն։ Ոչ, այս պահին ոչ։ Մեր աշխարհագրական դիրքը մենք չենք գնահատում որպես սահմանափակում։ Մեր աշխարհագրական դիրքը մենք գնահատում ենք որպես մարտահրավեր, որը մեզ ստիպում է, որ մենք կառուցենք աշխարհին կապող մի ենթակառուցվածք, որտեղ որ Հայաստանը կունենա իր դերակատարումը։ Մենք այդտեղ դնում ենք 3 շատ կարևոր գաղափարախոսություն. հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթգիծ, արևելք-արևմուտք երկաթգիծ։ Եվ սա այն չի, ինչ որ այսօր ըստ էության առաջարկում է այսօրվա իշխանությունը։ Թերևս հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ կապված կատարում են որոշակի աշխատանքներ, բայց դրանք մեզ չեն գոհացնում։ Հետևաբար, ունենալով ենթահամակարգ, այդ ենթահամակարգերի շուրջ կառուցելով արդյունաբերական գոտիներ, մենք ըստ էության արդյունաբերականացնում ենք ամբողջ Հայաստանը։ Իսկ տնտեսական գոտիները, ներողություն, արդյունաբերական գոտիները կլաստերներում մենք արտադրելու ենք, թողարկելու ենք բարձր տեխնոլոգիական այնպիսի արտադրանք, որի ճնշող մեծամասնությունը պետք է արտահանվի Հայաստանից, արտահանվի եւ դրանով մենք ունենանք մեր նիշան։ Հաջորդը արդյունաբերական գոտիներից հետո այդ մի հենասյունը, որ մենք ունենք, հաջորդը ըստ էության արժեք հավելացման շղթան ավելացնելն է։ Արժեք ավելացման շղթա ասելով ինչ ենք հասկանում։ Հանքարդյունահանման ոլորտը ըստ էության մեր մոտ հանքաքարը արդյունահանում է, դրանից ստանում է խտանյութ եւ այդ հումքը որպես խտանյութ արտահանում է դուրս։ Արժեք ավելացման շղթա ավելացնելու մեր այսպիսի հայեցակարգը ըստ էության նշանակում է, որ այդ հումքը պետք է դառնա պատրաստի արտադրանք։ Տեխնոլոգիական շղթաները պետք է գան Հայաստան եւ Հայաստանում դրանք պետք է արդյունաբերական հնարավորություններ զարգացնեն։ Եվ երրորդը ինժեներիա, տեխնոլոգիա, գիտություն, բիզնես կապ։ Շատ կարևոր է։ Մեր մոտ հիմա գիտությունը իր անկախ, այսպես ասած, գործունեությունն ունի։ Մենք նաև գիտենք, թե գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված այսօրվա իշխանությունները ինչպիսի դիրքավորումներ ունեն։ Մենք պետք է վերաիմաստավորենք այդ ամեն ինչը։ Մենք պետք է գիտությունը, տեխնոլոգիան եւ արդյունաբերությունը կապենք իրար հետ։ Դա շատ կարևոր է։ Եթե ամփոփենք, ապա արդյունաբերական գոտիներ, նոր իրականություն, բարձր տեխնոլոգիական զարգացման համար։ Սա մեր երկրորդ առանցքային հիմնասյունն է։ Արդյունաբերականացում։ Ու դա արդյունաբերական տնտեսությունը չի ենթադրվում, որ դու միայն ունես խոշոր արդյունաբերական գործարաններ։ Դու չես ասում, որ ես պետք է կառուցեմ գործարան։ Գործարաններ ունենալը լավ է, բայց երկրի տնտեսությունը կառուցվում է ոչ թե տասնյակ գործարաններով, այլ տասնյակ հազարավոր ՓՄԶ-ներով։ Հետևաբար երրորդ ուղղությունն է ՓՄԶ ռազմավարությունն է։ Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դա մեր երկրի սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Մենք շատ դեպքերում ՓՄԶ-ներին ճիշտ վերաբերմունք չենք ցուցաբերել։ Իրենց միշտ փորձել ենք օգնենք, իրենց միշտ փորձել ենք աջակցենք, եւ այդ օգնությունը, աջակցությունը պետության կողմից տրվող սուբսիդիաները տարատեսակ, դրանք մատուցվել են որպես սոցիալական խնդիր կարգավորելու ինչ որ մի այդպիսի վարկագիծ։ Ոչ, մենք ասում ենք ոչ այդպիսի վարկագծին եւ ասում ենք, որ դու պետք է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնես։ Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու համար
պետք է իրենց բերես կապես քո արդյունաբերական գոտիների գործունեության հետ։ ՓՄԶ-ն պետք է կապ ունենա եւ դառնա մատակարար այդ արդյունաբերական գոտիներում գործունեություն ծավալող հսկայական արդյունաբերական համալիրներին։ Դա նշանակում է նաեւ վերապատրաստումներ։ Դա նշանակում է մասնագիտացում նեղճուղային որոշակի արդյունաբերական եւ ծառայությունների ոլորտում։ Դա նշանակում է, որ նաեւ արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող խոշոր տնտեսավարողները որոշակի նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կրում ՓՄԶ ռազմավարություն իրականացնելու պետության գործառույթ իրագործելու շրջանակներում։ Հետևաբար, եթե հիմնական բանաձևը մենք տեսնենք, ՓՄԶ-ն դա կապիտալ, արտադրություն, արտահանում, տնտեսական կայունություն, այս շղթայի մեջ ենք պատկերացնում։ Բնականաբար ՓՄԶ-ն պետք է ունենա համաչափ հարկային բեռ եւ պետք է ունենա նաեւ հասցեական եւ ոչ խիստ հարկային վարչարարություն։ Պետք է ունենա հասանելիություն կապիտալին, պետք է արժեթղթերի շուկայի ավելի, այսպես ասած, բորսայական հարթակներին պարզեցված հասանելիություն ունենա, որի միջազգային օրինակները մենք ունենք։ Հետևաբար, եթե ամփոփենք, ՓՄԶ-ն մեզ համար աշխատատեղ է, միջին խավ է, մարզային զարգացում է տնտեսական դիմակայունությունը։ Սա մեր երրորդ առանցքային ուղղության բանաձևն է։ Մեր չորրորդ առանցքային ուղղությունը։ Մենք իփոքր ՓՄԶ ռազմավարության շրջանակներում անդրադարձանք բորսայական կապիտալին հասանելիությանը, բայց մենք այս ոլորտում ունենք շատ կարևոր ռազմավարական անելիք, որն է առաջինը մենք պետք է վերաիմաստավորենք այսօրվա բաժնետիրական ընկերությունների իրավակարգավորումները։ Մենք պետք է վերացնենք արհեստական փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների հետ բաժանումը։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Փակ բաժնետիրական ընկերությունը ինքը ըստ էության սահմանափակ պատասխանատվության ընկերությունից որևէ բանով չի տարբերվում։ Մենք պետք է վերադառնանք աշխարհում ընդունելի պրակտիկային։ Եթե ասում ենք բաժնետիրական ընկերություն, ապա դա նշանակում է ցուցակում արժեթղթերի բորսայում։ Դա նշանակում է IPO, դա նշանակում է բարձր հաշվետվողականություն, դա նշանակում է կորպորատիվ կառավարման բարձր կուլտուրա։ Հետևաբար, առաջին ռեֆորմի առաջի քայլը բաժնետիրական ընկերությունները, բոլոր բաժնետիրական ընկերությունները, փակ բաժնետիրական ընկերությունները որոշակի ժամանակահատվածում պետք է վերաձևակերպվեն, վերակազմակերպվեն կամ որպես ՍՊԸ, կամ որպես բաժնետիրական ընկերություն։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերությունների կարգավիճակ ունեցողները ըստ էության դիրքավորում են իրենց ՓՄԶ դաշտում, բայց նաև իրենք հասանելիություն ունենալու են բորսայական կապիտալին։ Դա նշանակում է, որ օրինակ նաև բարձր, այսպես ասած, հանրային հաշվետվողականություն ունեցող ընկերությունները, որոնք որ սահմանվելու են օրենսդրությամբ, օրինակ հանրային ծառայություններ մատուցողները, օպերատորները, կապի օպերատորները, հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնողները, բանկային համակարգերը, սրանք պետք է պարտադիր կերպով միայն գործեն բաժնետիրական ընկերությունների կարգավիճակում։ Սա նշանակում է, որ այդ իմ նշած կազմակերպությունների բաժնետոմսերը ազատ շրջանառվում են մեր արժեթղթերի շուկայում։ Դա նշանակում է, որ բանկային վարկից բացի նաև հասանելիություն կա նաև այլընտրանքային կապիտալի ներգրավման հնարավորություն։ Մյուս կողմից մենք նաև եկամուտների ծախսերի համատարած շրջապտույտից դուրս բերված գումարները, որոնք խնայողությունների տեսքով մեր քաղաքացիները պահում են իրենց տանը, ենթադրենք, չէ, եւ լավագույն դեպքերում բանկերի ավանդների տեսքով վերադարձնում են տնտեսություն, իրենք հնարավորություն են ունենում մասնագիտական տերմինով ասած պասիվ ներդրումների անվան տակ վերադարձնել դրանք տնտեսություն, այսինքն ներդրումներ կատարել արժեթղթերում։ Սա տնտեսական առումով բավականին կարևոր է։ Հետևաբար, բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկի պարտավորությունը տեղափոխվում է դիվիդենդի բաշխման պահով, վրացական, էստոնական մոդելի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ պետությունը ինքը գործընկերային դիրքավորում է ունենում բաժնետիրական ընկերության հետ։ Ըստ էության այն շահույթը, որը չի բաշխվում, մնում է ընկերության մոտ, որպեսզի ընկերությունը ել ավելի մեծ ներդրումներ ունենա եւ զարգացում ապահովի, պետությունը այդ շահութարկը
չի վերցնում այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը չի որոշել դիվիդենդներ բաշխի իր բաժնետերերին։ Հենց որ դիվիդենդներ կբաշխի իր բաժնետերերին, նաև կվճարի իր շահութարկը պետությանը։ Հետևաբար, նոր բաժնետիրական ընկերություններ, նոր շահութարկով հարկումը միայն շահութի բաշխման պահին։ Սփյուռքի հայեցակարգ։ Մենք մեծ հայեցակարգ ունենք Սփյուռքի վերաբերյալ, ես այստեղ ներկայացնելու եմ տնտեսությանը մասնակցության մեր ակնկալիքները մեր հայրենակիցներից։ Տեսեք, մենք եզակի մի ազգ ենք, որը ունի աշխարհով մեկ սփռված հայրենակիցների ցանց։ Եվ մենք որևէ ձևով վերջին տասնամյակներում լավ չենք օգտագործել եւ արդյունավետ չենք օգտագործել եւ ճիշտ չենք օգտագործել այդ ռեսուրսները։ Մենք հիմնականում դրանք օգտագործել ենք որպես բարեգործական տրամաբանությամբ, ոչ գործընկերային տրամաբանությամբ։ Հետևաբար մենք Սփյուռքին պետքա դասենք ոչ թե աջակցող ռեսուրս, այլ Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման համահեղինակ։ Դուք պատկերացրեք, Սփյուռքի մեր հայրենակիցները դրսում ունեն ֆինանսական կապիտալ, ունեն գործընկերային ցանց, ունեն գիտելիք, ունեն տարբեր ոլորտներում մասնակցություն, ունեն գործընկերային ցանց ամբողջ աշխարհով մեկ։ Եթե մենք մեր Սփյուռքի, մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստան եւ օրինակ արդյունաբերական տուն հայեցակարգի ներքո իրենց առաջարկում ենք իրենց արտադրությունները տեղափոխել մեր արդյունաբերական գոտիներ, որտեղ գործելու է ըստ էության զրոյական հարկման ռեժիմ, ապա սա ըստ էության մեր արդյունաբերական գոտիների զարգացման դրոշակակիրները առաջի մեր հայրենակիցներն են լինելու։ Հետևաբար, եթե Սփյուռքը վերցնենք, մենք Սփյուռքը պետք է ինտեգրվի Հայաստանի տնտեսական համակարգին որպես ներդրող գործընկեր եւ համասեփականատեր։ Ընդհանուր բանաձևը Սփյուռք ներդրում, արտադրություն, արտահանում, տնտեսական հզորացում։ Մենք այս ամբողջ տնտեսական մեր ծրագրի հիմքում դրել ենք Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի օգտագործման ընդհանուր գաղափարախոսությունը։ Եթե ամփոփենք, ապա գործընկերություն, ոչ թե բարեգործություն, Սփյուռքը որպես նոր տնտեսության համահեղինակ։ Սա գաղափարախոսական փոխակերպում է։ Հարկային նոր փիլիսոփայություն։ Եթե մենք տնտեսությունը սպառման մոդելից տանում ենք դեպի արտադրության, այսինքն արժեք ստեղծելու մոդել, հետևաբար մենք պետք է փոխենք ամբողջ հարկային համակարգի տրամաբանությունը։ Մի շատ կարևոր բան կա այստեղ, որ պետք է արձանագրենք իրար հետ։ Մեր Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականությունը չի ձևավորվել տնտեսական ազդակներից։ Այսինքն տնտեսական քաղաքականությունը չի ազդակ տվել հարկային քաղաքականությանը, որ ես այսպիսի տնտեսություն եմ ունենալու, խնդրում եմ, որ քո հարկային համակարգը սպասարկի այդպիսի տնտեսություն։ Եվ տեսեք, եթե ազդակները տնտեսական քաղաքականությունից չեն գալիս հարկային քաղաքականություն իրականացնողների մոտ, ապա հարկային քաղաքականության դիզայնը կատարում է միայն ֆիսկալ նպատակներով։ Հետևաբար 30 տարիների մեր հարկային համակարգը ֆիսկալ քաղաքականությունը ըստ էության կառուցվել է ֆիսկալ գանձարանային գործառույթի տրամաբանությամբ։ Մաքսիմում հարկային մուտքեր պետական գանձարանին։ Սա նաև որոշակիորեն օբյեկտիվ է եղել ոչ թե տնտեսական քաղաքականության բացակայությունը, այլ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում տարբեր դժվարությունների միջով անցող երկիրը ընտրել է ֆիսկալ գանձարանային մոտեցումը։ Մենք հրաժարվում ենք այդ մոտեցումից։ Մենք ասում ենք պետք է կառուցել նախ տնտեսություն եւ տնտեսությանը տեսնել ինչպիսի հարկային համակարգ է պետք սպասարկելու համար այդ տնտեսությանը։ Հետևաբար մենք շրջանառության հարկը անմիջապես վերացնելու ենք։ Ավելացված արժեքի հարկը փուլային ենք վերացնելու։ Ավելացված արժեքի հարկը եւ շրջանառության հարկը փոխարինելու ենք վաճառքի հարկով։ Շատ պարզ վարչարարությամբ եւ հաշվետվողականության պարզագույն մոդելով։ Եվ մենք ներդնելու ենք պրոգրեսիվ թե եկամտային հարկի, թե շահութահարկի պրոգրեսիվ հարկման համակարգեր։ Սա մի կողմից ինքը սոցիալական արդարության բաղադրիչ ունի, բայց նաև հարկաբյուջետային քաղաքականության իրագործման տեսանկյունից պրոգրեսիվ հարկման համակարգեր իրենք տնտեսական տարբեր պարբերաշրջաններում իրենք ունենում են շատ արագ արձագանքման կայուն ստաբիլիզատորների ֆունկցիա իրականացնելու հստակ այդպիսի բան։ Հետևաբար մի կողմից կայուն հարկաբյուջետային քաղաքականություն ունենալու պահանջ է, մյուս կողմից
սոցիալական արդարության պահանջ։ Եվ սա մեզ թույլատրելու է, որպեսզի մենք ունենանք ավելի լավ եւ արդար հարկային բեռ, օրինակ ՓՄԶ-ի համար։ Մի քանի սլայդ խոսենք միջանկյալ մեր անելիքների մասին, օրինակ ՓՄԶ-ի հետ կապված մեր հարկային բարեփոխումները ինչպիսի ազդեցություն են ունենալու։ Առաջի քայլ։ Հիշում եք, որ 2025 թվականի հունվարի 1-ից գործող հարկային ալենտրակային համակարգերի իրավակարգավորներում փոփոխությունները, այսինքն շրջանառության հարկին եւ միկրոձեռնարկատիրությանը վերաբերող իրավակարգավորումները փոփոխվեցին եւ դա մեծ դժգոհություն առաջացրեց հանրության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության շրջանում։ Մենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները առաջի քայլով չեղյալ ենք հայտարարելու, այսինքն վերադարձնելու ենք ստատուս քվոն։ Սա ինչ է մեզ համար, սա մի հատ ըստ էության մի անցումային փուլ է, ժամանակ տալու, որ մենք սկսենք մեր բարեփոխումները, որտեղ մենք հստակ գիտենք, որ 25 թվականի հունվարի 1-ի հարկային փոփոխությունները բավարար չափով հիմնավորված չէին, հանրային քննարկումներ չէին անցկացվել եւ հանրային դիրքավորումներն ու հանրային ձայնն ու պահանջը եւ դժգոհությունը չէր լսվել։ Հետեւաբար մենք վերադարձնում ենք, որպեսզի ժամանակ ունենանք դիզայն անելու նոր հարկային համակարգ ՓՄԶ-ի համար։ Եվ մեր ուղերձը պարզ է, մեր նպատակը ՓՄԶ-ն զարգացնելն է, որտեղ մենք գիտակցում ենք, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության եւ ոչ միայն տնտեսության, այլ սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Երկրորդ քայլ՝ ներդրումը նոր համակարգ։ Պարզ կանխատեսել է եւ աճին աջակցող։ Շրջանառության հարկը, արդեն ասեցինք, փոխարինում ենք վաճառքի հարկով 5% միասնական դրույքով։ Վերացումը շրջանառության վրա անհամաչափ պատժիչ հարկումը։ Փոքր ու միջին աշխատակիցների մեծ մասի համար, երբ որ մենք պրոգրեսիվ եկամտային հարկի սանդղակը ներմուծենք, որը լինելու է 12, 18, 22 եւ 28, այդ քայլերն եմ նկարագրում ես, ապա ամենայն հավանականությամբ 12 կամ 18%-ով է հարկվելու ՓՄԶ-ում աշխատակիցների աշխատավարձը։ Եվ եկեք իրար հետ իլյուստրատիվ օրինակով տեսնենք, թե դա ինչ է, հենց հողի վրա ինչպիսի թվաբանության հետ մենք գործ ունենք։ Պատկերացրեք, վերցնենք 5 պրոֆիլ ՓՄԶ-ի, մանրածախ խանութ, փոքր արտադրամաս, ՏՏ ընկերություն, սրճարան եւ ներգնա տուրիզմի ընկերություն։ Տեսեք, համապատասխանաբար ունեն տարեկան շրջանառություններ 100, 110, 90, 105, 107 միլիոն։ Ունեն աշխատակիցներ 8, 12, 7, 10 եւ 9։ Աշխատավարձի ֆոնդը տարեկան համապատասխանաբար մանրածախ խանութը 36, փոքր արտադրամասը 48 միլիոն, ՏՏ ընկերությունը 42, սրճարանը 45 եւ ներգնա տուրիզմի ընկերությունը 39։ Այսօրվա իրավակարգավորումներով այս մեր ՓՄԶ պրոֆիլների հարկային պարտավորության հաշվարկը հետեւյալն է։ Շրջանառության հարկի դրույքը այսօրվա գործող բազմապատկած շրջանառություններով շրջհարկի գումարը պարտավորություն, աշխատավարձի ֆոնդը 20% եկամտային հարկի դրույքաչափով հաշվարկված եւ համընդհանուր, այսինքն այսօր մանրածախ խանութը 100 միլիոն շրջանառության պարագայում ունենում է 17.2 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Սա 17% հարկային բեռը, որը բավականին բարձր է։ Մեր առաջարկած համակարգով այդ նույն պարամետրերի պարագայում, օրինակ, այդ նույն մանրածախ խանութի հարկային բեռը 17%-ից կիջնի 11%։ Կամ եթե այս միաղյուսակում տեսեք, այսօրվա գործող համակարգով համընդհանուր հարկային պարտավորություններ, նոր համակարգով գործող պարտավորություններ, խնայողություն եւ նվազումը, առնվազն 33%-ով նվազելու է հարկային պարտավորությունները։ Եթե ամփոփենք այս իլյուստրացիայից հետո հարկային համակարգի մեր, ապա վաճառքի հարկ, շրջհարկի եւ ավելացված արժեքի հարկի փոխարեն վերջ անհամաչափ հարկային բեռին։ Մենք շատ կարևոր մեսիջ ենք ասում։ Հարկային բեռը պետք է լինի համաչափ։ Մենք բոլորս գնացել ենք սահմանադրությամբ, բոլորս ասել ենք, որ պարտավոր ենք վճարել հարկեր։ Հարկեր վճարելը դա սահմանադրական պարտականություն է։ Մենք բոլորս համաձայն ենք վճարել հարկեր, բայց այդ հարկերը պետք է լինի համաչափ։ Եվ այսպիսի մի շեղում էլ անեմ, ակադեմիական աշխարհում, տեսեք, չեն ասում հարկը պիտի լինի արդար, չեն ասում հարկը պիտի լինի հավասար։ Ամենաճիշտ տերմինը դա համաչափությունն է։
որովհետև տեսեք, հարկադրանքը չի կարող լինել արդար։ Հարկադրանքը եւ արդարությունը իրար հետ բացարձակ կապ չեն ունենում, որովհետև եթե դու իրավակարգավորումներով պետությունը հարկադրում է քեզ քո եկամուտներից որոշակի մասը վճարես պետական գանձարան, ապա այդտեղ արդարությունը փոխհատուցվում է համաչափությամբ։ Այսինքն մեր բոլորիս հարկերը պետք է լինեն համաչափ մեր եկամուտներին։ Հետևաբար մենք խրախուսում ենք եւ մենք ագիտացիա ենք անելու համաչափ հարկային պարտավորության օգտին։ Մեր 7-րդ առանցքային ուղղությունը թվային դրամի հայեցակարգն է։ Տեսեք, մենք տրամաբանական շղթա կառուցեցինք։ Տեսանք որտեղ է մեր դերը աշխարհում։ Մենք փոքր ենք, բայց պետք է լինենք արդյունավետ եւ տեսանելի ամբողջ աշխարհի համար։ Մենք ասեցինք դրա բանալին արդյունաբերականացումն է։ Մենք ասեցինք, որ դրա համար դա իրագործելու համար պետք է ունենանք հզոր ՓՄԶ բանակ։ Հետո ասեցինք, որ արժեթղթերի շուկայում մենք պետք է այնպիսի ռեֆորմեր անենք, որ բացի բանկային վարկերից նաև այլ ընտրանքային ֆինանսավորման հասանելիություն ունենան թե ՓՄԶ-ները, թե նաև մեր քաղաքացիները։ Մենք հետո ասեցինք, մեր սփյուռքը պետք է լինի մեր տնտեսական մոդելի իրականացման համահեղինակ։ Հետո ասեցինք, ինչպես ենք տեսնում նոր հարկային համակարգը, հիմա ասում ենք, լավ, այս ամենից հետո արդյոք մենք պետք է այնպիսի մի ռեֆորմ անենք, որ մեր հանրությունը նաև վստահի մեր պետությանը։ Պետությունը տնտեսական կյանքում ունի երկու դերակատարում։ Առաջինը, ինքը ունի սահմանադրական պարտականություն իրավակարգավորումներ ստեղծի հավասար պայմաններ տնտեսավարողների համար եւ մյուս կողմից ինքը եւս տնտեսական գործընթացների մասնակիցը։ Տնտեսական գործընթացների պետական մասնակցությունը հիմնականում, եթե ոչ ամբողջապես, դրսևորվում է պետական գնումների համակարգով։ Հետևաբար, իհարկե մեր թվային դրամի հայեցակարգը ունի շատ ավելի հեռահար նպատակներ, բայց իր առաջնային նպատակը օրինակ մենք կանխիկի, անկանխիկի հետ ունենում ենք երրորդ մեր դրամը, դա թվային դրամն է։ Սա կրիպտո վալյուտա չէ։ Սա ըստ էության նույն դրամն է, որը ունի հետագծելիություն եւ ամբողջ պետական գնումների համակարգը, պետական գնումները իրականացնելու են թվային դրամով։ Թվային դրամը նույն մեկ հարաբերակցությունն է ունենալու ինչ-որ կանխիկն ու անկանխիկը։ Մենք ունենալու ենք ապրանքների եւ ծառայությունների ռեեստրը, որը որ տասնամյակների ընթացքում իրեն պետք է ձևավորենք եւ աստիճանաբար իրար հետ հանրային քննարկման արդյունքում ձևավորենք այն ապրանքների ծառայությունների անվանացանկը, որի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի միայն թվային դրամով։ Թվային դրամը դա 100% հետագծելիություն են իրանից ենթադրում։ Ոչ թե գնումը կատարում ես, ոչ թե դեպքը տեղի ունենում հետագա աուդիտներով կամ հաշվեկնություններով պարզում ես արդյոք այդ գործընթացը լավ է կազմակերպել, այլ հենց միանգամից իրականացման պահին ինքը արդեն թափանցիկ է եւ հետագծելի։ Սրա հիմնական գաղափարը դրանում է։ Եթե մեկ նախադասությամբ մենք ամփոփենք, ապա թվային դրամի հայեցակարգը վերահսկվող պետական գնումներ։ Այսինքն սա են մեր 7-րդ առանցքներ մեր տնտեսական բարեփոխումների, որը ըստ էության մեր բոլորի վստահությունը պետության նկատմամբ եւ պետական գնումների համակարգի նկատմամբ պետք է վերականգնի։ Ես պիտի ներողություն խնդրեմ, ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, բայց եկեք այսօր տնտեսական թեմաներով խոսենք, որտեղ այսօր տնտեսական մեր հայեցակարգի եւ մեր 7 ռազմավարական ուղենիշների, ուղղությունների ներկայացման պրեզենտացիան։ Մենք մոտ ապագայում հնարավորություն ունենալու ենք եւս մոտավորապես այսպիսի ձևաչափով հայելի հավաքվել, դուք ձեր հարցերը կտաք։ Չեմ խուսափում այդ հարցերից, որովհետեւ ես պատրաստ եմ այդ հարցերին, բայց
մեր ժամանակը եկեք այսօր տնտեսությանը տանք, եթե դժվար չի։ Եվ եթե ունեք տնտեսությանը վերաբերող հարց, երկրորդ հարցը տվեք։ Համեցեք։ Ավելի գլոբալ հարցերի մասին էլ անդրադարձեք, ձեր խոսքի սկզբում Հյուսիս հարավի արևել կարևորքի համադրման մասին խոսեցիք։ Հիմա քանի որ մենք իրականության հետ ենք առերեսվում, որ թրիփ կյանքի կոչվում եւ արդեն խմբեր են եկել, ուսումնասիրում են, դուք թրիփի հարցում ինչ մոտեցումներ ունեք, որ պատմում եմ միասնությամբ թերել նախաձեռնությունը եւ իշխանություն դառնալու պարագայում ինչպես է խաղարկելու, որ օրինակ արևել կարևորքը հյուսիս հարավի հետ համադրվի, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն պատրաստվում տեսնել այլ, այսինքն Ռուսաստանի կամ Իրանի դեմքով այլ ձևաչափ։ Նաև մեկ հարցադրում դուք խոսել եք մինչև այս ձեր ուղեցույցներին անդրադառնալը ձեր Facebook-յան էջում հենասյուների մասին գրառումներ էիք անում, հիմնական անդրադարձները նաև այնտեղ էին տեսել։ Ամեն դեպքում ամեն անգամ երբ որ կարդում էի, ինձ մոտ հարց էր առաջանում, սա կարճ ժամկետում իրականանալի ծրագրեր չեն թերևս, բայց ունեք կարճ ժամկետ հեռանկարում փոփոխությունների ինչ-որ ցանկ, որ Իհարկե, ձեր շնորհակալություն, թրիփի հետ կապված։ Տեսեք, թրիփի հետ կապված մենք տնտեսական մասով գնահատել ենք, որ իր տնտեսական ազդեցությունը մեր երկրի վրա էական չի լինել։ Եվ որոշակի հաշվարկներ ենք կատարել, երբ որ պատկերացրեք ոչ մի բան դեռ հայտնի չէր, մենք միջազգային լրահոսից փորձում ենք ինչ-որ պատառիկներ տեղեկատվական վերցնել եւ դրա հիման վրա դատողություններ անել, խոսքը գնում է ժամանակին ամենայնս սկզբնական փուլում, որ դա լինելու է էստակադային ինչ-որ մի կառույց, այսինքն լինելու է էստակադաների վրա, լինելու է այդ 43 կիլոմետրը եւ ինքը ըստ էության չի ունենալու հաղորդակցություն մեր ներքին տրանսպորտային եւ կոմունիկացիոն ենթահամակարգերի։ Մենք այն ժամանակ հաշվարկ էինք արել, որ այդ պարագայում, տեսեք, ստացվում է, որ ամբողջ աշխարհում տարանցիկ փոխադրումներից եկամուտները հաշվարկվում են փոխադրվող տոննաժի հիման վրա։ Ասենք մեր պարագայում մենք հաշվարկել էինք 5-ից 7 դոլար 1 տոննա։ Եվ նախնական գնահատվում էր, որ 10-ից 15 միլիոն տոննա փոխադրման բանա ունենալու, հնարավորություն ունենալու այդ էստակադային տրիպը, լավագույն դեպքում թող լինի 20 միլիոն տոննա։ Թող այսօրվանն էլ իրանց թող լինի 20 միլիոն տոննա եւ լինի ենթադրենք 7 դոլար 1 բանի։ 20 միլիոն անգամ 7 դոլար, անում է 140 միլիոն։ 140 միլիոնի 26% ինչքան անում։ Այդքանն է Հայաստանի լավագույն դեպքում տարեկան բաժնե մասնակցությունը, այսինքն մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է խոսքը։ Սա ուղղակի որպես տնտեսական մենք կարճ շատ խոշորացված թվերով հաշվարկ արեցինք։ Մենք ասում ենք, որ տրիպը ինքը տնտեսական առումով Հայաստանին շատ մեծ հնարավորություններ չի տալու, բայց դիվանագիտական ու քաղաքական նշանակությունը շատ կարևոր է։ Այդտեղ է որ տրիպը կարող է դառնալ այնպիսի մի հանգույց, որտեղ որ դու թե տարածաշրջանի ասելով Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը կարող ես համախմբել եւ համատեղել այս հանգույցի շուրջ։ Սրա վերաբերյալ մենք մեր տեսակետները հայտնել ենք։ Այսինքն սա քաղաքական առումով ինքը շատ կարևոր է, տնտեսական առումով այդքան էլ չէ։ Քաղաքական առումով ինչով է կարևոր, օրինակ դուք ո՞ւս եք կարևորում։ Դե պարզ, տեսեք, մի օրինակ ասեմ, Ռուսաստանից գալիս են ազդակներ, որ իրենք դեմ չեն, չէ, տրիպում իրենց մասնակցությունը որոշ չափով քննարկել։ Եթե մենք բոլորս տեսնում ենք, դա այնպես չի էլի, որ ասենք շղարշի ներքո է, չէ, տեսնում ենք, չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշակի երկխոսության մեջ են, մենք դա տեսնում ենք։ Եվ օրինակ տեսեք, եթե Ռուսաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը օրինակ մենք կարողանանք համադրենք մեր շահերի հետ եւ համախմբենք տրիպի ներքո։ Օրինակ եմ ասում։ Մյուսը, մենք ունենք չէ մետաքսի ճանապարհ։ Մենք ունենք չէ հյուսիս-հարավը, որը ըստ էության Հնդկաստան-Ռուսաստան պրոյեկտը դեռևս 2000-ականների սկզբներից։ Հետևաբար մեր անելիքը նա է, որ մենք թե
մեկ գոտի մեկ ուղի չինական պրոյեկտը, որը Իրանով է անցնելու, եւ հյուսիս-հարավը, որը Իրանով է անցնելու, չէ, ամենատրամաբանական ճանապարհը գալիս է հանգույցը գալիս է այնտեղ, որտեղ որ քննարկվում է այսօրվա տրիպը։ Ու լավագույն բանակցությունները կլինեն, որ մենք համադրենք այդ բոլորի շահերը այս հանգույցում։ Սա է մեր կարծիքով այն ջանքը, որ մենք պետք է իրականացնենք։ Հետևաբար, որpիսի դու բանակցություններ վարես եւ բանակցություններում ունենաս որոշակի հաջողություններ, դու պետքա փոխես ուղղակի բանակցողին։ Մեր խնդիրը հենց սա է, բոլորով իրար հետ պետքա գնանք փոխենք բանակցողին, որ բանակցողը ունենա այդ հնարավորությունները, այդ հնարավորությունները կարողանա կիրառի։ Բայց եկեք էլի խնդրեմ, որ մենք մնանք վերակ տնտեսական բանի շրջանակներում։ Կարճաժամկետ։ Տեսեք, ցանկացած քաղաքական ուժ, եթե գալիս է ու խոսում է լոզունգային եւ միմիայն կարճաժամկետ նպատակներով, ես խորհուրդ կտամ այդ քաղաքական ուժին վերապահումով վերաբերել։ Այստեղ ինչ որ մենք ներկայացրեցինք, հերահար նպատակներ ունեն։ Նույնիսկ կան իրագործվող ծրագրեր, որոնք տասնամյակ կարող է տևի։ Բայց մենք հստակ ասելու ենք սրա մեջ որն է կարճաժամկետ, որն է միջնաժամկետ, որն է երկարաժամկետ։ Օրինակ, երբ որ ասում ենք արդյունաբերական երկիր, մենք հասկանում ենք, որ արդյունաբերական գոտիները կառուցելու համար պետք են որոշակի ժամանակաշրջան, տարիներ են պետք դրա համար։ Բայց մենք ունենք ներուժ արտահանելի ծառայությունների ներուժը, որը կարելի է անմիջապես անել։ Չէ՞ որ մենք կիբերանվտանգության, ՏՏ ոլորտ եւ բանկային ոլորտում մատուցող ծառայություններ, որոնք արտահանում են, մենք ստեղ ունենք շատ մեծ պոտենցիալ, որ սա մեր արդյունաբերականացման կտորի կարճաժամկետ մասն է։ Այսինքն կան ծառայությունների ոլորտ, որը կարելի է շատ արագ զարգացնել եւ իհարկե պետք է մեր արդյունաբերական գոտիները զարգացնենք։ Պետք կլինի դրա համար տասնամյակ, ուրեմն մեկ տասնամյակ պետք է գնանք, բայց դրա համար պետք է այսօր ասենք մեր ժողովրդին։ Համեցեք։ Շատ լավ։ Դե երբ որ ասեցինք, որ 25 թվականի հունվարի 1-ի դրության փոփոխությունները հետ ենք տալու, այդ նշանակում է միանգամից վերացնելու ենք այդ անբարենպաստ փոփոխությունները։ Այսինքն վերականգնելու ենք ստատուս քվոն։ Այդ ամբողջ բլոկը, որ դուք նկարագրեցիք, փաստաբաններ, հաշվապահներ եւ ընդհանրապես ՓՄԶ ոլորտում, միկրոձեռնարկատիրության ոլորտում եւ շրջանառության հարկի ոլորտում գործողները, որոնք որ հունվարի 1-ից նաեւ սահմանափակումներ եղան ոլորտային, որ իրենք չեն կարող այս կամ այն համակարգով հարկման համակարգի ինտրուդություն իրականացնել, մենք բերելու ենք ստատուս քվոն վերականգնենք։ Դե կարևորը նա է, որ քանի որ ինքը չի եղել պատշաճ հիմնավոր, մենք վերականգնում ենք դա եւ դա լինում է մեր հենց ուղերձը, որ մենք սկսում ենք նոր հարկային քաղաքականություն եւ դադար ենք վերցնում, որպեսզի մենք դիզայնանենք մեր նոր հարկային քաղաքականությունը։ Ավելացված արժեքի հարկը փուլային վերացնում ենք, մեր գործընկերոջ տված հարցի պատասխանի շրջանակներում դրան անդրադարձա, շրջանառության հարկը անմիջապես ենք վերացնում, փոխարինելով այն վաճառքի հարկով։ Եվ ամբողջ հարկ վճարողները անուղղակի հարկերի մասով, բացի ակցիզային հարկից, վճարելու են միայն առևտրի հարկ բոլորը։ Մի պարագայում առևտրի հարկը կփոխարինի շահութհարկին նաև, իսկ մի պարագայում, օրինակ 115 միլիոնից բարձր, իրեն կմիանա նաև պրոգրեսիվ հարկվող շահութհարկը, օրինակ էլի 12, 18, 25% դուրիքաչափով։ Հարկային բեռի նվազեցում է մեր հարկային այս փոփոխությունները ենթադրում։ Մյուսը պաշտպանական ծախսերը։ Ռազմարդյունաբերությունը, տեսեք, երբ որ խոսում ենք արդյունաբերական գոտիների մասին, արդյունաբերական գոտիները լինելու են մասնագիտացված եւ ըստ տարածաշրջանների, հաշվի առնելով թե տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, թե նաեւ, ասենք, այդտեղի
նախկինում կուտակված որոշակի փորձառություն։ Եվ դրա հետ կապված մենք ունենալու ենք նաև ռազմարդյունաբերության արդյունաբերական գոտիներ։ Երբ որ ասում ենք արտահանելի տնտեսություն, ռազմարդյունաբերությունը մեր արտահանելի տնտեսության մի բաղադրիչն է դառնալու։ Ինքը ունենալու է երկու շատ կարևոր դերակատարում։ Մեր ներքին ռազմաարդյունաբերական համալիրը ինքը պետքա ռազմական կարիքները պետքա բավարարի եւ նաեւ պետքա մրցակից արտահանող դառնա աշխարհում։ Սա մեր հերահար նպատակներն են։ Ռազմական ծախսերը, պաշտպանական ծախսերը մենք ավելացնելու ենք։ Մենք մեր նախաձեռնության ղեկավարը վերջերս իր հանրային ելույթներից մեկի ժամանակ ասեց, կարծեմ բանակի օրվան նվիրված ուղերձում ասեց, որ մենք պաշտպանական ծախսերը բարձրացնելու ենք, այն պետք է կազմի հնայի առնվազն 8%։ Հնայի առնվազն 8%, եթե մենք դա դնում ենք, օրինակ, հնարավորություն ենք ունենում այս տարի ձևավորել կառավարություն եւ նոյեմբերին ազգային ժողով ներկայացնենք 27 թվականի պետական բյուջեի նախագիծը, եթե ու պահում ենք այս 8%-ը, դա նշանակում է, որ 27 թվականի պետական բյուջեի ռազմական ծախսերը 26-ի համեմատ առնվազն $1 միլիարդ ավելանալու են։ Սա 4 թվերն են ասում։ Ու այդ հնարավորությունը մենք պետք է ունենանք։ Եթե դեռ կարճաժամկետ հեռանկարում մենք չունենանք դրա ապահովող եկամուտները, ապա մենք պետք է շատ գոտիներս պնդացնենք, շատ ծախսերի գծով կատարենք հարկաբյուջետային կոնսոլիդացիա եւ ապահովենք այդ 8%-ը։ Եկեք տեսեք, մասնագիտական աչքով միշտ հնարավորություն կա մոտ 100-ից 120 միլիարդ կրճատելու ավանդաբար բյուջետային այն ծախսային հոդվածները, որոնք տարիներ շարունակ նախատեսվում են բյուջեով, բայց օրինակ չէր իրագործվում։ Դեռ մեծ հնարավորություններ կան այդ հարկաբյուջետային կոնսոլիդացիաների։ Պատկերացրեցիք, այսինքն հնարավորություն կա դա իրականացնելու, բայց մեր շեշտը լինելու է նաև հարկային մուտքերը ավելացնելու վրա։ Հրապարակորաթերթ Պապիկյան, Պարոն Հայաստանում միանշանակ չընդունվեց Ադրբեջանից, նաև Ադրբեջանով ցորեն մեզին վերելու վերելը, մարդիկ անգամ բոյկոտում են եւ այլն, ձեր իշխանության գալու պարագայում դուք ինչպես եք պատկերացնում այս Ադրբեջանի հետ առևտուր կանեք արդյոք մեր հակառակորդ երկրի հետ թե ոչ, եւ ձեր ծրագրի 7-րդ կետը կարծեմ դրամի թվայնացումը խոսքը պետական ամբողջ գնումների մասին է, դուք այդպես եք պատկերացնում, որ գնումները ամբողջ պետական ամբարատի պետք է լինի թվային լինի եւ սա արդյոք այդ թվայնացումը իրենից երկար ինչ-որ պրոցես, դրան ասել է երկար պրոցեսի ենթադրում պարունակում է։ Շնորհակալություն։ Միշտ հիշենք, որ տրանսպորտային փոխադրումների դիվերսիֆիկացիան ցանկացած երկրի համար բնականաբար ինքը օգուտ է։ Բայց ձեր հարցը ունի երկու կոմպոնենտ, ունի տնտեսական եւ քաղաքական։ Առաջինը տնտեսականը նրանում է, որ եթե դու այլընտրանքներ ես ստեղծում, տարբեր երկրներից ուզում ես դիվերսիֆիկացված ներմուծումներ ունենալ, ապա դու պետք է գնահատես, թե քո ներմուծումները որ երկրից ես բերում։ Ունենալով մտքումդ, որ եթե դու օրինակ մենք խոսեցինք, չէ՞, մեր ռազմավարության ներկայացման շրջանակներում, որ ներմուծող երկիրը ըստ էության ֆինանսավորում է այդ երկրի հնան եւ նրա տնտեսությունը։ Մենք պետք է գնահատենք, մենք տնտեսական բաղադրիչը դրանում է, մենք արդյոք ուզում ենք օրինակ Ադրբեջանի հնան մեր ազգաբնակչության սպառման հաշվին ավելացնենք։ Մեր կարծիքով ոչ, չենք ուզում։ Հետևաբար այլընտրանքներ փնտրելու ճանապարհին Ադրբեջանը առաջնային այլընտրանքը չի իմ կարծիքով։ Երկրորդը քաղաքական առումով։ Երբ որ դու դեռ ունես չլուծված բազմաթիվ խնդիրներ, երբ որ դու միջազգային ատյաններում ունես հայցեր ներկայացված, եւ այդ հայցերը մեր կարծիքով պետք է ավելացնես եւ ավելի կոշտ ու ավելի հասցեական պայքար մղես, որպեսզի Արցախահայության վերադարձի իրավունքի հետ կապված ունենաս ինստիտուցիոնալ հիմք, չէ՞։ Այդտեղ դու պետք է տեսնես, որ այս քաղաքական առումով դու օգնում ես այն երկրին, որը ցեղասպանական գործողություն է իրականացրել
մեր հայրենակիցների նկատմամբ դու փորձում թույլատրում ես, որ ինքը ըստ էության իր այդ վարքագծով ինչ որ այլընտրանքային պատկեր ստանա, ստեղծի, այսինքն փակի, չէ, ու բարեգործի բան ձեռք բերի ամբողջ աշխարհով։ Էլ ինչ եք ուզում, հա, տեսեք, բենզին են մատակարարում, տեսեք, ծորեն իրաց տարածքով է գալիս, այսինքն այս վարքագծային դրսևորումը ինքը քողարկում է ըստ էության այն ոճիրը, որը իրագործվել է մեր ազգաբնակչության եւ մեր հայրենակիցների նկատմամբ։ Բայց ելի խնդրում եմ ժողովուրդ ջան, եկեք տնտեսական հարցերով։ Հա, թվային դրամը, տեսեք, թվային նախ չենք ասում դրամի թվայնացում, ասում ենք թվային դրամ, դրա մեջ տարբերություն կա։ Թվային դրամը դա երրորդն է, կանխիկ, անկախիկ եւ թվային դրամ։ Թվային դրամը ասում ենք, որ աստիճանաբար ամբողջ գնումների համակարգը գնալու է։ Ինչպես ենք մենք դա պատկերացնում։ Թվային դրամի կոնցեպտը իրագործվելու է էլի կարճաժամկետ, երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ հեռանկարներով։ Կոնցեպտը երբ որ ազդարարվում է, ինքը նաև սկսում է ռեեստրից առաջնային այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք պարտադիր պետքա թվային դրամով ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք պետքա իրար հետ ընտրենք այն խոցելի պետական գնումների խոցելի գնումները, որոնք են, որ առաջինին հերթին պետքա թվային դրամով լինեն։ Օրինակ, կարող է մենք ամբողջ պետական համակարգների ենթադրենք վառելիքի մատակարարումը սկսենք թվային դրամով, առաջին ծիծեռնակը, հետո աստիճանաբար գնանք։ Միջնաժամկետ հեռանկարում այո ամբողջ պետական գնումները պետք է անցնեն թվային դրամով, որպեսզի գնման բոլոր գործարքները լինեն այդպես համաժամանակեցման, ասենք այդ բանում, չէ, ներողություն, օնլայն ռեժիմով վերահսկելի եւ բան տեսանելի, traceable, ինչպես ասում են, հետագծելի։ Համեցեք։ Ինձ հետաքրքիր է դուք քննադատեցիք այդ ծրագիրը, բայց ամեն դեպքում ունենք ինչ ունենք։ Հիմա այս պարագայում մենք դատապարտված ենք եւ ավելացնել Ադրբեջանի հնան եւ առևտուր անել կամ փորձել մեր, այսպես ասած, տնտեսական ռազմավարությունը կապել այս ծրագրի հետ։ Մենք սրանից ոնց կարող ենք առավելագույնս օգտվել, հա, տվել ենք արդեն մի մասը մի բավական մեծ մասը միացան արել։ Սա առաջին հարցը։ Եվ երկրորդ հարցը ես կուզենայի ձեր տեսլականը ճշտել, այդ դուք նշեցիք նիշաների մասին կամ Հայաստանի Հանրապետության նիշայի մասին աշխարհում։ Մենք ինքներդ ասացիք, որ ռեսուրսներով շատ հարուստ չենք, ինչ ունենք։ Հիմնականում բնագազի մոլիբդենի խթանիք ենք արտահանում, գյուղատնտեսական ապրանքներ, ծիրան, մրգեր, բանջարեղեն վրա։ Խոսքի ձեր սկզբում դուք նաև նշեցիք, որ 30 տարիների մեր, այսպես ասած, ռազմավարությունների մեջ գուցե սխալներ են եղել։ Բայց եղել են ինչ-որ եղել են, հասկանում եք, աշխարհը մեզնից չի սպասել ավելի բան, քան հարմացնենք տալ։ Հիմա այս նիշանը, եթե փոխել լինենք, ո՞նց է։ Տեսեք, շատ կարևոր եկեք արձանագրում անենք, դուք ասեք ռեսուրս բան, չէ, բնական։ Ուրեմն Հայաստանի հարստությունը բնական ռեսուրսները չեն, Հայաստանի հարստությունը մարդկային կապիտալն է։ Սա պետք է ասենք գրենք ուղղակի քարին, ու դա ինչ է նշանակում, գիտելիք, գիտություն, ռազմական, օրինակ, եթե խոսում ենք ռազմարդյունաբերության մասին, մենք ասում ենք օրինակ, պետք է արտադրենք այսօր հաջորդ հազարամյակի ռազմարդյունաբերական արտադրանք։ Կարող ենք, մարտահրավեր է, չէ՞։ Չեք կարծում, ես կարծում եմ։ Դրա համար ես դուրս եմ եկել պայքարի։ Հասկանում եք, այդտեղ կարևորն է, որ դու գիտելիքդ պետք է զարգացնես։ Ասում ենք սփյուռք ցանցային ազգ։ Մենք սփյուռքի պոտենցիալը գիտենք։ Մենք գիտենք ինչ ունենք։ Հասկանում եք, մենք հիմա աշխարհին նայում ենք մեր սահմանափակ ռեսուրսներով, ընդ որում ոչ թե սահմանափակ ռեսուրսների տեսանկյունից, այլ մեզ մատուցվող պատկերացումների տեսանկյունից։ Այդպես չի։ Այդպես չի։ Ապագան շատ ավելի լուսավոր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ կան որոշակի նաև տեղեկատվություն եւ այդ տեղեկատվության թեև սահմանափակ, բայց այնուամենայնիվ հասանելիություն, որ մեզ ասում է, որ այո, մեր մարդկային կապիտալը հնարավորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկելու։ Մեր նիշան հենց դա է։ Տեսեք, մենք ինչ ենք ասում ենք երկիրներ ենք, չէ, վերցնում ենք,
Մենք Սինգապուրի մասին ենք խոսում ենք Իսրայելի մասին, Իռլանդիայի մասին, չէ՞, խոսում ենք Էստոնիայի մասին։ Այո, այդ բոլորը լինելով փոքր երկրներ, ամեն մեկը իրենց փոքրությունը հաղթահարել են իրենց բանաձևով։ Օրինակ Էստոնիան թվայնացրել է ամբողջ պետական համակարգը, պետական կառավարման համակարգը, չէ՞։ Այո, մենք էլ պետք է ունենանք խելացի պետություն։ Մենք էլ պետք է թվայնացնենք։ Վերցրեցինք դա, վերցրեցինք։ Իսրայելը ինչ է անում։ Իսրայելը անում է ռազմարտունաբերություն, բանակ, բիզնես։ Այս կապը կարող ենք վերցնել, կարող ենք։ Իսրայելը փոքր է, չէ՞։ Մի պահ, եթե իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների նման շատ մեծ հնարավորություններ տրամադրող ռազմավարական դաշնակցին մի պահ, եթե անտեսենք, իհարկե չեն կարող անտեսել, բայց մարդկային կապիտալը հրեաների թույլ է տվել եւ իրենց ցանցային ազգ լինելու այս իրականությունը թույլ է տվել, որ ինքը ունենա նաեւ արտահանելի ռազմարտունաբերություն, արտահանելի բժշկություն, արտահանելի եւ այլ եւ այլն։ Հիմա մենք խոսում ենք ծառայությունների մասին, ներգնա туриզմը, արտահանելի ծառայությունների շարքումը։ Տեսեք, բան կա, որ կարելի է շատ անմիջապես անել։ Ամբողջ քո Հայաստանում դու դրես մի հատ ռազմավարություն իրականացնես։ Գնաս լապտերներով փնտրես այն ներգնա туриզմով զբաղվող են ՓՄԶ-ներին օժանդակես, ռեսուրսներ տրամադրես, քիչ ռեսուրսներով մեծ հնարավորություն ստեղծես։ Այսինքն այդ ամեն ինչ կարելի է անել։ Ամեն ինչ կարելի է անել, եթե դու ունես նպատակասլաց տնտեսական քաղաքականություն։ Եթե դու չունես տնտեսական քաղաքականություն, դու ունես ինչ մեծ իմիտացիա։ Եվ նաև ինչ փաստերի խեղաթյուրում, եւ նաև ինչ այսպես թևաթափ անելու իրականություն ներկայացնելու այդպիսի մի հատ վարկագիծ։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, բայց ես զգում եմ, որ դուք ուրախ եք, որ ես ձեզ հետ համաձայն չեմ։ Ես ուզում եմ ասել, որ կարճաժամկետ առումով գուցե չկարողանանք երկարաժամկետի Ճիշտ եք ասում, կարճաժամկետ մենք ոչ մեկս էլ կարճաժամկետ նպատակներով այդ պատրանքներով չպետք է ապրենք։ Մենք ուղղակի հիմա ցուցադրում ենք, որ մեծ անելիքներ ունենք, որոնք ունեն կարճաժամկետ արդյունքներ։ Այդ արդյունքները իրար հետ աստիճանաբար գրանցելով գնալու ենք առաջ։ ABC մեդիա սելեմակայան, պարոն Անանյան մոդուլային ատոմակայանի մասին է հաճախ խոսում, այս ատոմակայանը արդյոք փոխարինելու է ավանդական ատոմակայանի, թե կարող է լինել էներգիայի լրացուցիչ։ Տեսեք, էներգետիկայի փորձագետ չեմ։ Բնականաբար չեմ կարող ձեզ փորձագիտական տեսակետ ասել։ Ես այսօր ավելի շատ տնտեսական փորձագետի դիրքերից եմ խոսում։ Եկեք այդ հարց թողենք փորձագետներին, բայց ես կարծում եմ, որ թե մոդուլային ատոմայինը, թե մեր ատոմակայանը կարող են իրար հետ խաղաղ գոյակցություն ունենալ։ Սա իմ պատկերացումներն են, բայց եկեք էներգետիկներին տեսենք ինչ են ասում, փորձագետներին հարցնենք։ Համեցեք։ Պարոն Անանյան, դուք եկել եք վերջերս իշխանությունները այսպիսի մի հայտարարություն արեցին, որ Հայաստանում ընդհանրապես կանխիկ դրամը փորձեն վերացնել, հա, ես կուզում դուք անդրադառնաք այս հարցին, ընդհանրապես ես ինչքան գիտեմ, անգամ ամենազարգացած երկրներում կա կանխիկ դրամ, որոշ շրջանառվող, սրա նպատակը որը կարող է լինել, հա, եթե այդպիսի քայլի գնան, չգիտեմ հետագայում ինչ կլինի դրությունը, եթե նորից իրենք վերընտրվեն կամ մի խոսքով այս ծրագրի նպատակը որը կարող է լինել եւ ընդհանրապես դուք որպես մասնագետ ինչ կասեք սրա վերաբերյալ, կա անհրաժեշտություն ընդհանրապես կանխիկը վերացնելու։ Դրա նպատակը էլեմենտար պոպուլիզմն է, այլ նպատակ ինքը չունի։ Տեսեք, ինչքան լավ կլներ, չէ՞, մենք էլ ասենք, մենք անցնում ենք թվային դրամի եւ աստիճանաբար վերացնելու ենք թղթային դրամը։ Ոչ, նպատակ այդպես չունենք։ Որովհետև ամեն ինչ որ անում ես պետքա բնական բան ունենա։ Ճանապարհը պետքա բնական լինի։ Իսկ մենք պատկերացնում ենք մեր հարազատներն ու տատիկ պապիկները, օրինակ, գյուղում ոնց են առանց թղթադրամի առևտուր անելու։ Այսինքն կան ժամանակաշրջաններ, որոնք որ պետքա հաղթահարվեն։ Չեմ բացառում, որ կգան այդպիսի ժամանակաշրջաններ, բայց տեսանելի ապագան այդ չի ասում։ Այո, դու պետքա դիվերսիֆիկացնես, հնարավորություն տաս։ Երբ որ մենք ասում ենք թվային դրամ, ինքը նաև ենթադրում է, որ ազգաբնակչությունը կամավորության 3 մակարդակ է լինելու։ Փոքր, սահմանափակ որոշակի միջին եւ բարձր։ Այդ ինչ
Նշանակում իրենք ունենալու են իրենց դրամապանակները եւ իրենք մտնելու են թվային դրամով գործակներ անելու հետ։ Նշանակում իրենց դրամապանակները օֆլայն ռեժիմով ունենալու են վճարային բան հանդիսանալու այդպիսի հնարավորություն։ Բայց մենք չենք ասում, որ օրինակ պետք է վերացնել թղթային դրամը։ Ոչ, մենք ասում ենք երրորդը, որ ներմուծում ենք, ինքը այլընտրանք է։ Աշխարհը գնում է ինչ-որ մի ճանապարհով։ Երբ որ կգնանք ինչ-որ մի հանգրվանի կհասնենք, միգուցե խոսանք այդ թղթային դրամի վերացման մասին։ Ձեր հարցի պատասխանը միանշանակ է։ Դա նախընտրական պոպուլիզմ է, ուրիշ ոչ մի բան, այլ նպատակ չունի։ Համեցեք։ Լուսինե Ջերբեջյան, Տրիբյուն պարոն Անանյան մի քանի հարց ունեմ։ Նախ մեր հետ կապված իմ գործընկեր Փայլակը արդեն հնչեցրեց, տեսեք, քաղաքական ուժ կա, որը խոստանում է, որ փոքր մանր բիզնեսը 0% հարկ է վճարելու, այսինքն ազատվելու է ընդհանրապես հարկերից։ Հիմա դուք այլ բան եք առաջարկում, որ հարկ վճարելու են, բայց ծանրաբեռնվածությունը լինելու է ըստ իրենց խշիռի, չէ՞, ոնց հասկանում եք։ Համաչափություն։ Հա, համաչափ է լինելու։ Մի քիչ ավելի մատչելի, ոչ տերմինաբանությամբ։ Այնպես կբացատրեք տոնավաճառների, աշխատողների, չգիտեմ, վարսավիրանոցների, ատամնաբուժարանների, հացի փրերի եւ այլ այդ մանր ոլորտի աշխատողների համար, թե իրենք ձեր առաջարկից ինչ են շահելու։ Այսինքն հիմա ինչքան էին վճարում, դուք առաջարկում եք ինչքանով իրենց բեռը թեթևացնել, եւ տեսեք, այս իշխանությունը եկավ իշխանության շատ պոպուլիստական խոստումներով, որ կարմիր գծերը հանելու են, կարագաչափերը հանելու են, պարկերը սառեցնելու են, չգիտեմ ինչ, դուք նմանատիպ տենց խոստումներ տալու եք, թե չէ, եւ թվային դրամի հետ կապված արդյոք ձեր առաջարկով կանխվելու է պետական գնումների ոլորտում շատ արատավոր բարդեր, մասնավորապես պետական գնումների ոլորտում մեզ մտահոգում են մեկ անձից գնումները առանց մրցույթի, նաև այն հանգամանքը, որ հնարավորություն ունի ենթադրենք Վայքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը, որ միլիոնավոր դոլարի պայմանագրեր կնքի իր քեռու հետ, նմանատիպ սափեյաններ, իրենց, այսինքն պետական իշխանության ներկայացուցիչները յուրայինների, քեռիների, բաժանավների, մորփուրների ընկերություններին չտան մրցույթները այնպես չանեն, որ իրենք շահեն, կամ մեկ անձից գնման ընթացակարգով փողերը չտան պետական իրենց բարեկամներին ազգուտակին։ Ինչպես եք դուք այն թվային դրամի հետագծելիությամբ, ինչպես դուք եք ասում, կանխելու այդ արատավոր բարքերը, եւ վերջին հարցը, պարոն Անանյան, վստահ եմ, թե լսելով հարցնելու են քաղաքացիները, դուք եղել եք կառավարման համակարգում, դուք եղել եք ֆինանսների փոխնախարար, այսինքն կառավարության ներկայացուցիչ եք եղել, ի՞նչն էր ձեզ խանգարում այս մոդելը կիրառել նախկինում, արդյոք չի եղել սրա համար քաղաքական կամք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջինը 0% հարկի փոխարեն մենք ասում ենք համաչափ հարկ։ Դրա պատասխանը կարծես թե մենք խոսեցինք դրա մասին, տվել եմ։ Հարկեր վճարելը բոլորի սահմանադրական պարտականությունն է, հետևաբար 0% հարկը մեզ համար հասկանալի չի որպես մասնագետ, ընդունելի չի որպես քաղաքական ուժ։ Երկրորդը, տոնավաճառների բանի մյուսի մենք ոնց որ թե իլյուստրացիոն ցույց տվեցինք, չգիտեմ, դուք արդեն եկել եք, տեսակ 5 ՓՄԶ պրոֆիլներով ցույց տվեցինք, թե մեր ներմուծված հարկային համակարգի պարագայում ինչպես է իջնելու իրենց հարկային բեռը։ Եվ քանի դեռ մենք դիզայն չենք արել մեր հարկային բեռը, մենք վերականգնելու ենք ստատուս քվոն 24 թվականի դեկտեմբեր 31-ի դրությամբ գործող ավելի բարենպաստ համակարգ։ Բայց մենք ապագայի հետ կապված ունենք շատ հետաքրքիր մի նորամուծություն, որի ընդհանուր ուրվագծերը ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Մենք ըստ էության միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի այդ տարանջատված համակարգերը միավորելու ենք իրար։ Միավորելու ենք ու ունենալու ենք, օրինակ, պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ 0-ից մինչև 150 միլիոն շրջանառություն ունեցողները հարկվելու են միայն վաճառքի հարկով, որոնց նկատմամբ կիրառվելու է որոշակի գործակիցներ։ Օրինակ, մինչև 24 միլիոնը հաշվարկելու է իր հարկը եւ ճշգրտող գործակցով, որը հավասար է լինելու 0-ի, ունենալու է հարկ, որը հավասար է 0-ի։ Դա շատ կարևոր է, ինքը հաշվարկելու է իր հարկային պարտավորությունը, բայց քանի դեռ ինքը 24 միլիոնը չի հաղթահարել, ինքը ունի հարկ, որը հավասար է 0-ի։
մեր մասնագիտության մեջ եւ վիճակագրության մեջ հարկ չկան ու կա հավասար է 0-ի, դրանք տարբեր բաներ են։ Սա գաղափարախոսական առումով։ Հետո օրինակ պատկերացրեք 24-ից 50 միլիոն շրջանառություն ունեցողը հաշվարկում է իր 5% պարտավորությունը եւ պատկում է 0.25 գործակցով։ 50-ից 75-ը հաշվարկում է ու պատկում է 0.75 գործակցով։ Տեսեք, երբ որ 150 միլիոն, օրինակ պայմանական եմ ասում, դա կարող է լինի 120-ից 150 միլիոն։ Այս մեթոդաբանությամբ մենք ՓՄԶ-ին, ձեր ասած վարսավիրանոցներին, ձեր ասած տոնավաճառներին առաջարկում ենք այսպիսի հարկման մոդել, իրենցից պահանջվում է միմիայն կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա ու չծանրաբեռնվել հարկային բեռով։ Եվ իրենց նկատմամբ էլ ունենալու ենք բարձր թվայնացված հարկային վարչարարություն, այսինքն իրենց ամենօրյա գործունեությունը լինելու է մոնիտորինգի առարկա առանց միջամտության, իրենք չեն տեսնելու դա։ Սա շատ կարևոր է։ Այսինքն նվազ միջամտությամբ հարկային վարչարարություն եւ ըստ էության համաչափությունից էլ բան էլ պակաս հարկային բեռ։ Մյուսը, ինչքանով եք թեթևացնելու ասեցի։ Խոստումներ չենք տալու դե խոստումներ տալու ոնց որ ժամանակը չի, գործելու ժամանակն է, մեկ էլ ինչ որ մենք ասեցինք, ինքը չունի պոպուլիզմ։ Այն ինչ որ մենք ասում ենք, սրանք բոլորը ամբողջ ծավալով իրագործելի են։ Հետևաբար մենք չենք տալու այնպիսի խոստումներ, որը որ չի իրականացնելու։ Ասում ենք, որ համակարգեր ենք կառուցելու։ Այո, մեկ միակ խոստումը նա է, որ մենք համակարգեր ենք կառուցելու։ Համակարգեր, այնպիսի համակարգեր, որ մեզանից հետո էլ այդ համակարգերը գործեն։ Մենք անձից կախված համակարգեր չենք բանանելու, գործընթացներ չենք հիմնելու, մեկ անձից կախվածությունը զրոյացնելու ենք։ Այսը անելու ենք։ Համակարգեր ենք կառուցելու, այո, սա է մեր խոստումը։ Մյուսը թվային դրամ։ Տեսեք, դուք երկու բան, ոնց որ ուզում եք մենակ թվային դրամով փակեք։ Թվային դրամը դա վճարման մեթոդաբանությունն է։ Այն ձեր ասածը մեկ անձից գնում բան եւ այլն, դրանք իրավակարգավորումների խնդիր են եւ տեսեք, եթե գնումները կարգավորող օրենսդրությունը մեկ անձից գնումը սովորաբար ու միշտ ինքը ներկայացրել է որպես բացառություն, ապա վերջին ժամանակներում այդ բացառությունը դարձել է օրինաչափություն։ Մեզ մնում է ուղղակի բացառությունը վերադարձնել օրինաչափության փոխարեն։ Եվ դա իրավակարգավորումներով ամրապնդել, եթե այս վերջի ժամանակաշրջանում ինչ որ իրավակարգավորումներ փոփոխվել են, որպեսզի օրինաչափությունը գերակայի բանի բացառությանը։ Կառավարությունում եղել է, բայց կառավարության տնտեսական քաղաքականությունը թելադրող չեմ եղել։ Ֆինանսների նախարարությունում իմ պաշտոնավարումը սահմանափակվել է հարկային քաղաքականությամբ, հաշվապահական հարկային մաքսային քաղաքականության համակարգմամբ, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի բնագավառի համակարգմամբ։ Ռեֆորմներ արել ենք, շատ լավ ռեֆորմներ ենք ձեռնարկել, որոնք որ այսօր իրականություն են։ Օրինակ, աուդիտի վերահսկողության հետ կապված գործառույթները մասնագիտացված կառույցին փոխանցելու այդ սկիզբը դրվել է 17 թվականի դեկտեմբերին կառավարության արձանագրային որոշման, որտեղ որ ես հանդես եմ եկել այդպիսի զեկույցով։ Շատ ու շատ ռեֆորմներ իրականացվել են, բայց նայեք, ՊԵԿ-ում իմ գործառույթը եղել է հարկային վարչարարություն։ Ես իմ պարտականությունը սուրբ կատարել եմ որպես հարկային վարչարար։ Եթե ես օրինակ իմ իրավասությունների շրջանակը վերազանցեի ու մտածեի տնտեսության զարգացման մասին, ապա ես կլինեի ոչ արդյունավետ պետական հանրային ծառայող։ Հետևաբար, այն որ ասում են ջուրը ջրվորից, չէ՞, ջուրը ջրվորից։ Եղել եմ փոխնախարար, համակարգել եմ այդ քաղաքականությունը, այո, բայց ես տնտեսական քաղաքականության թելադրողը կամ որոշում կայացնողը չեմ եղել։ Հիմա մեր նպատակը որոշումների կայացման համար պատասխանատվություն վերցնելն է։ Հետևաբար, երբ որ մենք դառնանք այդ պատասխանատվություն վերցնել եւ մենք որոշումներ կայացնենք, այդ շղթայական այդ ամեն ինչը պետք է իրագործենք։ Նաեւ մենք պետք է նույնիսկ քննադատաբար վերաբերենք, օրինակ, ես պետք է քննադատաբար վերաբերեմ իմ որպես հարկային վարչարար այդ 2 տարվա իմ գործունեության ժամանակ ես պետք է քննադատեմ։ Այն ինչն է, որ ժամանակին լավ չեմ արել, մեր պայմաններում, նոր պայմաններում վարչարարությունը ավելի լավ պետք է լինի։ Դերևս այսքանը, ուրիշ հարց չմնաց ոնց որ։
Նելի Դանելյան, Սպուտնիկ Արմենիա, պարոն Անանյան, ես դարձյալ ուզում եմ վերադառնալ Տրիգրին, հաշվի առնելով ձեր փորձառությունը նաև մաքսային ոլորտում, ուզում եմ հասկանալ ձեր պատկերացումը։ Սկզբում մեզ ասվում էր, որ այնտեղ լինելու է մաքսային այնպիսի ռեժիմ, որի դեպքում մեր սահմանապահները հսկելու են տարածքը, հիմա բացում են ինչ-որ մասնավոր ընկերություն է ստեղծվելու, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասում էր մարդու հետ գործ չեն ունենալու, ինչ-որ սարքեր կարող են դրվել, մարդիկ սարքերի միջոցով մաքսային գրանցումները իրականացնեն եւ այլն։ Դուք ոլորտին որպես քաջատեղյակ անձնավորություն որքանով եք, ինչպես եք պատկերացնում այս ռեժիմը վերջո ինչպես է գործելու, ով է ում հետ հանդիպելու այդ սահմանին, ով է անելու գրանցումները, ինչ ձևով են հավաքվելու մաքսատուրքերը, ով է լինելու դրա պատասխանատուն եւ այսպես ասած back office-ը, front office-ը իրենցից ինչ են ներկայացնում, ի վերջո ինչ է ունենալու մենք այդտեղ, ով է հասկելու մեր երկրի սահմանը։ Այսօրվա տեղեկատվության պայմաններում պետք է ազնվորեն ասեմ, որ չգիտեմ, չեմ պատկերացնում, որովհետև շատ դեպքերում մաքսային հսկողության վերաբերյալ դատողություններ են արվում, որը որ իմ փորձից ու իմ գիտելիքից մի քիչ անդին է։ Միգուցե ես մի քիչ պակաս գիտեմ, կարող է ասենք համաշխարհային փորձը հասել է նրան, որ մաքսային հսկողությունը առանց օրինակ հենց ֆիզիկական որոշակի գործառույթներ ներգործության հնարավոր է իրականացնել, դա ասեմ, որ հնարավոր չի։ Կարող է որոշակի գործառույթներ մոնիտորինգային կատարվի, բայց կան մաքսային ընթացակարգեր, որոնք որ իրենցից ենթադրում են ֆիզիկապես շփում մաքսավորի եւ քաղաքացու հետ։ Հետևաբար ես չեմ պատկերացնում իրենք ինչ են ուզում։ Ես կարող եմ ասել մենք ինչպես ենք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, որ մեր սահմանային հսկողությունը, թե մաքսային, թե սահմանապահների հսկողությունը պետք է 100%-ով իրագործվի։ Մենք այդպես ենք պատկերացնում։ Եվ պատկերացնում եմ, որ դա նաև ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ մենք պետք է քննարկում անենք, որովհետև մեր սահմանը նաև ԵԱՏՄ-ի սահմանը։ Հետևաբար մեր մաքսային սահմանների նկատմամբ մաքսային գործընթացները իրականացվում են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակներում։ Հետևաբար այդտեղ բազմաբնույթ ու բազմաբևեռ հարցեր կան, որոնք որ պետք է քննարկվեն։ Ես չգիտեմ այդ հարցերը քննարկվում են այսօր թե չէ, որովհետև տրիպի հետ կապված քննարկումներ ԵԱՏՄ-ի շրջանակներում ամենայն դեպս տեղեկատվություն չունենք, չի էլ անոնսավորվում, լրահոսում այդպիսի բաներ մենք չենք տեսնում, չենք կարդում։ Նաև պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսի նկատի ունեմ։ Հետևաբար ձեր հարցին այսօր պատասխանելը շատ բարդ է, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակի մենք չգիտենք, եւ բազմաթիվ անհայտներով հավասարում լուծելը ես հիշում եմ, որ մաթեմատիկայում կարելի է լուծել երկու անհայտով հավասարում, 3 եւ 4-ը ոնց որ թե արդեն բարձրագույն մաթեմատիկա է, որոնք որ չլուծված խնդիրներ կան, էլի բարձրագույն մաթեմատիկայում, դրանք լուծողները Նոբելյան մրցանակի են, էլի մրցանակի են արժանանում։ Հետևաբար չեմ կարող ասել այդ բազմաթիվ անհայտներով հավասարում ինչպես է լուծվելու։ Ես գիտեմ մեր մոտեցումը, բայց ես չգիտեմ մենք որ վերցրեցինք օրինակ ամբողջ գործընթացները, ես չգիտեմ թե իրավապայմանագրային եւ ոչ իրավապայմանագրային նաեւ ինչպիսի այսպես ասած գետնի վրա իրավիճակ կա, որը որ մենք դեռ պետքա շտկենք։ Հետևաբար մենք մի քիչ զգուշ լինենք, շատ բան չխոստանանք, հետո տեսնենք որ այնքան շտկելու բան կա, որը որ շատ ավելի անմարդկային ջանքերը իրանից պահանջում։ Նման միջազգային փորձ կա արտապատվիրակելու վաքսային հսկողությունը մասնավոր ընկերության։ Գիտեք, կա, բայց ոչ այն երկրներում, որտեղ որ սահմանային դեռևս չլուծված խնդիրներ կան մեղմ ասած։ Հասկանում եք, հա, կարող է լինել։ Կարող են լինել եւ կա այդպիսի բաներ, բայց ոչ այն երկրում, որը որ մենք ենք, կամ նմանատիպ երկրներում չի կարող նման բան լինել։ Շնորհակալություն եւ եթե կարելի է երկրորդ հարցը ուզում եի անդրադառնալ նաեւ երկաթուղու խնդրին, չգործող երթուղիները վերագործարկելու առաջարկների եւ այլն։ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մանրամասն ուսումնասիրել է քարտեզը եւ գտել է նոր տարբերակ Ադրբեջանը Թուրքիային Իջևանի միջոցով միացնելու ամենակարճ ճանապարհը, որը անցնում է Ֆիալետովով, միանում է Վանաձոր Գյումրի երկաթգծին եւ դուրս է գալիս դեպի Թուրքիա, այսինքն Ղազախից հասնում են Գյումրիով դուրս են գալիս Թուրքիա։
Դուք ձեր քաղաքական թիմը ուսումնասիրել եք քարտեզը, գտել եք երկաթուղի վերագործարկելու ինչ-որ այլ միջոցներ կամ գուցե համաձայն եք Փաշինյանի հետ եւ նաեւ հրապարակ նետվեց այն թեզը, որ երկաթուղին ռուսական կողմը լավ չի ղեկավարում, լավ չի կառավարում, գուցե համաձայնության գանք եւ միասին տանք երրորդ որևէ երկրի այդ առաջարկին ինչպես եք նայում։ Տեսեք, մենք քարտեզին նայելով երկաթգիծ չենք կառուցում, որովհետև դա անում են մասնագետները եւ դա այլ գործընթաց է Իրանից ենթադրում։ Մենք ուղղակի գիտենք, որ կան կոնսերվացված ծրագրեր եւ այդ կոնսերվացված ծրագրերը մենք իրագործելու ենք։ Դա հյուսիս-հարավ երկաթգիծն է, որը 14 թվականին չինական կողմը կոնսերվացրեց, որովհետև որոշակի մեր կառավարությունը այն ժամանակ դոմինանտությունը տվեց հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, այսինքն երկաթգիծը կոնսերվացվեց։ Բայց դրանից հետո տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ, օրինակ Չինաստանը Անագլայում նավահանգիստ է կառուցում, որը այն ժամանակ դեռ չկար։ Այսինքն նավահանգիստը կառուցելու հետ կապված այդ ծրագիրը վերագործարկելու տնտեսական իրագործելիությունը բավականին խելամտության բարձր բան է ձեռք բերում։ Այդ մեկ։ Երկրորդը մենք գիտենք, որ այսօր էլ կա ես քննարկել եմ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի կողմից առաջարկող ծրագիրը, բավականին խելամիտ ծրագիր է եւ իր առաջարկները, որոնք որ բավականին փորձագիտական ճանապարհ են անցել, մենք դա վերցնելու ենք եւ իրագործենք։ Այսինքն մենք չենք փնտրում նոր բաներ, որոնք որ ականջահաճո են։ Այն ծրագրերը, որոնք կան, այդ ծրագրերը պետք է իրագործել։ Ու դա ինչ է նշանակում։ Տեսեք, Բաքու, Ղազա, Խիջևան, Հրազդան, Երևան, Երաս, Նախիջևան, Կարս, այս հիմնական ուղղությունն է, որը մենք այսօր կարող ենք ունենալ։ Եվ Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս, այսա Խոսրով Հարությունյանը ունի փաստաթղթեր, մենք քննարկել ենք իր հետ եւ իր թույլտվությամբ եւ նաեւ մեծ պատրաստակամությամբ ինքը թղթերը տվել է, այդ ռազրաբոտկաները, այդ ամբողջ փաթեթը տվել է, որ մենք ներառենք մեր տնտեսական ծրագրում։ Մենք այսպես ենք պատկերացնում, որովհետեւ դրան նախորդել են, ասենք, տեսեք, քարտեզով էլ եմ ասում, քարտեզը տեսել ու գտել է, այդ գիտեք, բան է, այդպես չի էլի։ Մասնագետներ կան, ռելիեֆի ուսումնասիրություն կա, բավականին բաներ կան, եւ պետք է մենք խորհուրդ տանք այսօրվա իշխանություններին, որ միջև հունիս ամիսը ձեռնպահ մնան ինչ-որ բաներ անելուց, որովհետև իրենք կարող է ամեն իրենց վարքագծային ինչ-որ մի հատ դրսևորում շատ ավելի խորացնում են խնդիրները, որոնք հետո պետք է վերականգնվեն ու դրանց շատ մեծ ջանքեր են բանալու գործադրելու ենք դրանց համար։ Եվ լավ կլինի, որ մասնագետների հետ խորհրդակցեն։ Մասնագետների հետ խորհրդակցել է պետք։ Ձեր հարցին այսպես պատասխանել։ Քարտեզին նայելով բան չեն կառուցում, էլի։ Հասկանում։ Նայեք, երկաթուղին երրորդ երկրին փոխանցել այդ արտահայտությունը, եկեք չասենք, որտեղ երկաթգիծը կարող է դու կոնցեսիոն համաձայնությամբ տա շահագործման։ Այնպես ինչպես որ այսօր օրինակ բանը RЖD-ն շահագործում է, չէ՞։ Հիմա արդյունավետության հարցը։ Հիմա ես կարծում եմ, որ այդ կոնցեսիոն պայմանագրի պոտենցիալը դեր կառավարությունը նույնիսկ չի նստել նայել փորձագիտական աչքով, տեսնի թե ինչ իրավունքներ ունի։ Այդ իրավունքների շրջանակներում ինքը մեր ռուս գործընկերներին պահանջներ առաջադրի։ Պահանջները, որոնք որ ներկայացվում են, դրանք որոշակի դեկլարատիվ բնույթի են։ Դրանք ավելի շատ ոչ թե գործընկերային ու տնտեսական են, այլ մի քիչ քաղաքական ենթատեքստ պարունակող են, էլի։ Դրանք կատարում են փակ բաների կաբինետներում, նստում են փորձագետները, ուսումնասիրում են կոնցեսիոն պայմանագիրը, եւ դա մեծ այդ պայմանագիրը։ Իրենց պետք է ասեն, որ ամբողջ ծավալը նայեն, որտեղ այնտեղ հավելվածներ կա, ամբողջը կարդալուց հետո տեսնում են, թե ինչ հնարավորություն ունի կառավարությունը պահանջելու այն, ինչ որ պայմանագրային իր իրավունքն է։ Եվ դրա շրջանակներում պետք է գործընկերային բանով գնան առաջ։ Եթե ռուսական կողմը օրինակ կհրաժարվի իր պայմանագրային պարտականությունները կատարել, այդ ժամանակ իհարկե կան համապատասխան միջոցներ, այդ միջոցներից կօգտվեն բոլորը։ Բայց ես չեմ տեսել որևէ վարքագիծ, որ օրինակ RЖD-ն հրաժարվում։ Չի եղել նման քննարկում կամ քավլիցի, կարող է մենք չգիտենք դրա մասին։ Համենայն դեպս հանրությունը տեղյակ չի այդպիսի քննարկման վերաբերյալ։
Խնդրեմ։ Համեցեք։ Պարգևավճարների հետ կապված պարգևավճարներ սահմանելու եք պետական համակարգում թե ոչ, որպեսզի, ինչպես այս իշխանության տրամաբանությունն է, կոռուպցիայի մեջ չթաթախվեն եւ ժամանակին ինքներդ որքան եք ստացել պարգևավճար եւ դրան ինչպես եք վերաբերում, այսինքն այդ հանգամանքին, եթե հանգած այդ պարգևավճարը չլիներ, կոռուպցիայի մեջ կմտնեին մարդիկ։ Շատ լավ հարց եք տալիս, պարգևավճար տերմինը ինքը իրականում մենք ժամանակին օգտագործում ենք հավելավճար տերմինը։ Ինքը աշխատավարձի վարձատրության կոմպոնենտ ենք մենք դիտարկում։ Պեկում ամեն ամիս բոլորը ստանում էին այդ ձեր ասած պարգևավճարը, այդ թվում նաև ես։ Բայց իմ պարգևավճարը այդքան շատ չէր տարբերում իմ տեղակալներից։ Տեղակալներինը շատ չէր տարբերում վարչության պետերից, վարչության պետերինը շատ չէր տարբերում բաժնի պետերից, բաժնի պետերինը շատ չէր տարբերում գլխավոր տեսուչներից, ավագ տեսուչներից, մասնագետներից։ Բոլորը ստանում էին։ Եվ դա մենք դիտարկում ենք որպես հավելավճար։ Եվ ես դա ներկայացնում եմ որպես շատ պարտադիր ու շատ կարևոր էր։ Ինչու՞, որովհետև պեկի առումով էի ես ներկայացնում։ Ներկայացնում եմ այսպես, եթե ամբողջ պետական համակարգում բացի պեկից մնացած ամբողջ պետական համակարգը ըստ էության ավելի շատ ծախսեր կատարող է։ Պատկերացրեք, գնումներ է կատարում, ինչ որ բաներ է, այսինքն իր հետագից ինչ որ մի բան թողում է փաստաթուղթ։ Պեկի պարագայում պեկը եկամուտներ ապահովողն է։ Եկամուտներ ապահովելու գործընթացը շատ դեպքերում չերևացող գործընթաց է։ Պատկերացրեք ֆրոնտի առաջի գծում կանգնածա պեկ տեսուչը եւ ինքը ամենօրյա իր գործունեությամբ շփվում է հարկ վճարողների հետ։ Հարկ վճարողների հետ շփումը ամբողջությամբ չի որ փաստաթղթավորվում է։ Հետևաբար մենք ինչ էինք ասում էինք որ միջին վիճակագրական գաղափարախոսություն եւ արժեքներ ունեցող մարդուն պետք է մի փոքր դու մոտիվացիա անես նաեւ նյութական, որ ինքը այս կողմ են կողմ չթեքվի։ Մենք այս գաղափարախոսությունն ենք դնում, ու այդ գաղափարախոսության շրջանակներում որոշակի հաջողություններ արձանագրում ենք։ Ձախողումներ էինք ունենում, մարդիկ կային, որոնք որ նաև շարունակում էին այդ արատավոր երևույթները, մենք պայքարում ենք դրա դեմ, այո, արդյունավետ էինք պայքարում, մեզ թվում էր, որ այո, հետո բացատրում էր, որ այդքան էլ չէ, դա անդադ այսպես շրջապտույտի նման մի հատ գործընթաց է, որ պետքա դու ունենաս 0 հանդուրժողականության, կաշառակերության եւ կոռուպցիայի նկատմամբ, անդադ պայքարես, բայց պետքա մարդուն դու ունենաս մոտիվացնելու հնարավորություն։ Հետևաբար պարգևավճարը մենք միտք ունենք, որ ինքը պետքա փոխակերպվի, դառնա վարձատրություն, այսինքն աշխատանքի դիմաց եւ դա է ասում այդ պարգևավճարը, որ մենք տալիս ենք, դա լրավճար էր իր աշխատանքի դիմաց։ Գիտեք ինչու, մենք համակարգ էինք դրել։ Ամեն ամիս բոլոր աշխատողները գնահատվում էին երկու չափանիշով՝ անձնական եւ մասնագիտական։ Եվ ունեին այդ մասնագիտականները կշիռներ, մեկը 30%, մեկը 70%, գործակից էինք հաշվարկում, ամեն ամիս, ամեն ստորաբաժանման ղեկավար գնահատում էր այդ ամսում այդ աշխատողի կատարած աշխատանքը, թե անձնական նվիրումի, թե պրոֆեսիոնալ մոտեցումների այդ համախմբումով ստանում էր մի հատ գործակից, 0.3-ից 1.3 այդ տիրույթում։ Մեկ գործակրի արժեքը միայն ես գիտեի, ոչ մեկ չգիտեի։ Դա էլ ելնելով տվյալ ամսվա ընթացքում հոսունությունից ելնելով մարդիկ են ազատվել, մարդիկ են ընդունվել, հատուցումներ են վճարել, ինչքան ունենք ֆոնդ այդ ամիս։ Այդ ֆոնդից ելնելով հաշվարկում էր մեկ գործակցի արժեքը եւ բոլորը ունենում էին հատուցում, որը անվանվում էր պարգևավճար, բայց դա հատուցում էր կատարված աշխատանքի դիմաց։